Ուղղակի կառավարողի ընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Ռուզաննա Չաչոյանի, բարև ձեզ Ռուզաննա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ այսօր ինձ այստեղ հյուրընկալելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի համար ամենակարևոր եւ ցավալի թեմաներից մեկը դա սոցիալական խնդիրներն են։ Մենք իհարկե կարող ենք խոսել տնտեսությունից, չգիտեմ, արտագաղթից, քաղաքականությունից եւ այլնից, բայց եթե մարդը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրեն արժանապատիվ չի զգում, մարդու կյանքի որակը չի փոխվում, ապա այստեղ մնացած խոսակցությունները անիմաստ են լրիվ համարվում, այսինքն մարդը իրեն պետք է հասկանանք արդյոք իրեն զգում է պաշտպանված, արդյոք իրեն անվտանգ է զգում, թե ոչ։ Տեսեք, ներկայիս իշխանության ամենամեծ ու ամենահնչեղ խոստումներից մեկը դա հենց սոցիալական արդարության հաստատումն էր, այսինքն նրանք խոստանում էին, որ մի շարք հարցեր կա սոցիալական, որոնք Հայաստանի Հանրապետությունում լուծված չեն եղել նախկին իշխանության կողմից եւ պետք է լուծվեն, օրինակ հենց նրանցից առաջինը թոշակառուների հարցն էր, տեսեք, թոշակառուները հիմա շատ քիչ գումար են ստանում եւ մենք այստեղ Հայաստանի Հանրապետությունում տեսնում ենք, լսում ենք եւ տարեցներից եւ օրինակ ընդդիմադիրներից եւ ուղղակի քաղաքացիներից, որ դա չի բավականացնում։ Խնդիրը ինչումն է կայանում։ Նախ խնդիրը կայանում է նրանում, որ թոշակները Հայաստանում չեն համապատասխանում սպառողական զամբյուղին, այսինքն օրինակ թոշակառուն ստանում է X գումար, բայց այդ X գումարը չի համապատասխանում իր սովորական մարդու պահանջմունքներին։ Նաև ասում են, որ թոշակները Հայաստանի Հանրապետությունում բարձրացվում է, բայց դա տեսանելի չէ։ Միայն խոսում եմ, որովհետև օրինակ եթե թոշակառուների թոշակները բարձրացում են 5-ից 7%, չէ, Հայաստանի Հանրապետությունում, բայց գները միևնույն ժամանակ բարձրացվում են 20-ից 30%, դա բնականաբար արդեն տեսնում ենք, որ իրական բարձրացում չի լինում, այսինքն այստեղ չկա տնտեսագիտական հաշվարկ, այստեղ կա ուղղակի քաղաքական ներկայացում, որը արվում է կոնկրետ ներկա իշխանության քաղաքական PR-ի համար։ Տեսեք, այստեղ նաև թոշակառուները մեր կախված են իրենց երեխաներից շատ մեծամասնությունը, որը ոչ միայն ազդում է իրենց վրա, ոչ միայն ճնշվում են թոշակառուները, տարեցիները ֆինանսապես, այլ նաև հոգեպես, այստեղ արդեն հոգեբանական գործոնն է աշխատում, նրանք հոգեպես խեղվում է, հոգեբանությունը տվյալ անձի խեղվում է, որովհետև տեսեք, օրինակ մարդը աշխատել է 30-ից 40 տարի, հարկ է վճարել ի վերջո պետությանը եւ բնականաբար ցանկանում է, չէ, որովհետեւ աջակցություն ունենալ նաեւ իր որդու, օրինակ, չգիտեմ, թորան համար եւ այլն, բայց չի կարողանում, հակառակը որդին է իրեն աջակցություն ցուցաբերում եւ ճնշվում է այդ պարագայում քաղաքացին ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ ճնշվում է հոգեբանորեն, որովհետեւ նա չի կարողանում իր ծերությունը, օրինակ 70 տարեկանում վայելել, լավ վայելել ասելով շատ ճոխ է ասված մեր Հայաստանի Հանրապետությունում, գոնե ապրել նորմալ պայմաններում, այլ ոչ թե ծերության ընթացքում գոյատևել, սա շատ կարեւոր եւ շատ ցավալի խնդիր է, որը շատ մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա, մանավանդ այն մարդկանց վրա, ովքեր ռիսկային տարիքում են գտնվում, այսինքն մեծ տարիքում են գտնվում եւ սա բնականաբար ազդում է եւ իրենց առողջության վրա եւ կյանքի որակի վրա, որը շատ իհարկե ցավալի է, այսինքն չի ապահովում տվյալ քաղաքացու համար արժանապատիվ ծերություն, որովհետեւ արժանապատիվ ծերությունը դա ճոխություն չէ, հա, դա պետության պարտականությունն է, որը պետությունը պետք է ապահովի, բայց այս պարագայում բնականաբար տեսնում ենք, որ չի ապահովում ու թոշակառուների ձայները լսելի չեն մեր իշխանության համար այս պարագայում, որը որ բնականաբար ցավալի է եւ բնականաբար անընդունելի է։ Ինչու Երևանը չի դառնում մարդու քաղաք, եթե իշխանությունը խոստանում է կանաչ քաղաքականություն։ Տեսեք, այս կանաչ քաղաքականություն եզրույթը հիմնականում մենք լսում ենք պաշտոնյաներից իրենց հայտարարությունների ժամանակ եւ իրենք շատ բուռն կերպով ոգևորված արտաբերում են այս կանաչ քաղաքականություն եզրույթը, բայց քաղաքը, չգիտես ինչու, մնում է կեղտոտ վիճակում եւ օդը շատ աղտոտված է այս պայծության, բոլորս էլ գիտեն, քաղաքացիները մշտապես խոսում են դրա մասին, ընդդիմադիրները եւ բոլորը կարելի ասել։ Տեսեք, օդի աղտոտվածությունը ինչից է լինում։ Հիմնականին
բացառություն լինում է այցելվող մթերքներից եւ աղբավայրերի ոչ վատ կառավարման պատճառով, այսինքն մենք այստեղ հստակ ունենք իշխանության կողմից վերահսկողության բացակայություն, ապօրինի այդ աղբավայրերի աղբի այրում եւ այլն, այդ ամեն ինչը բերում է բնականաբար օդի աղտոտվածությանը, սա նաեւ իշխանության անգործության հետևանքն է, մի կողմից նաեւ օդի աղտոտվածության հետևանքը դա շինարարական գործունեությունն է, տեսեք, ես չեմ ասում, որ պետքա շինարարություն չլինի, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընկերություն իրավունք ունի շինարարություն իրականացնելու եւ հիմա Հայաստանի Հանրապետությունում շինարարությունը շատ է, բայց էլի այստեղ ինչն է խնդիրը, վերահսկողությունն է, որ չի իրականացվում իշխանության կողմից։ Օրինակ, իշխանությունը պետք է վերահսկի ինչ առումներով, կան շատ մեթոդներ, միջոցներ, որ վերահսկողությունը պետք է ապահովի, բայց չի ապահովում։ Օրինակ, հենց չգիտեմ, այդ ցանցերով եւ այլնի միջոցով փակել այդ շինարարական տարածքները, որպեսզի օդը այդ փոշին, այդ ավազը եւ այլն չլցվի քաղաքներ, օդը չաղտոտվի եւ այլն։ Այստեղ ես էլի եմ ասում, տարբեր հանգամանքներ կան օդի աղտոտման համար, տարբեր պատճառներ կան, բայց հիմնական պատճառը, որ օդը աղտոտված է, դա իշխանության ոչ ճիշտ վերահսկողության արդյունքն է եւ իհարկե օդի աղտոտվածության նաեւ նպաստում են ավտոմոբիլները, որը էլի իշխանության վերահսկողության ոչ ճիշտ վերահսկողության արդյունք է, որովհետև տեսեք, օրինակ այդ հին ավտոմոբիլների նկատմամբ պետքա վերահսկողություն իրականացվի, ինչ որ թույլտվություն իրականացվի, օգտագործվի թե ոչ, բայց իշխանությունը չունի այդ միջոցները, այդ մեթոդները չի իրականացնում։ Եվ էլի եմ ասում, օդի աղտոտվածության համար կան շատ պատճառներ, բայց հիմնական պատճառը դա հանդիսանում է իշխանության ոչ ճիշտ վերահսկողությունը։ Տեսեք, այստեղ պատասխանը շատ պարզ է, որովհետև շատ ավելի հեշտ է մեղադրել ուրիշին, քան ընդունել քո ձախողումները, այսինքն իշխանությունը մեղադրում է անդադ նախկիններին, ընդդիմադիրներին, որովհետև ինքը չունի սեփական ձեռքբերումներ։ Այսինքն, եթե չկա աշխատանք, որտեղ տեսնում ենք, որ իշխանությունը իհարկե անգործությամբ է զբաղված, այսքան տարիների ընթացքում ոչինչ չի արել կամ արել է շատ փոքր քայլերով, որոնք ի վերջո անօգուտ են եղել, բնականաբար պետք է մեղադրել ուրիշներին։ Այսինքն, եթե դու չունես հաջողություն ցույց տալու, դու կմեղադրես նախկիններին, քեզնից առաջ եկողներին, քեզնից առաջ եղածներին Դրա համար էլ անդադ փորձում է նախկինների անցյալը հիշել թե ինչեր է եղել եւ այլն։ Դա կարող էր աշխատել, տեսեք, առաջի 1-2 տարիներին, մեղադրել նախկիններին, ասել, որ մեզ ժառանգել են, չգիտեմ, աղքատ երկիր եւ այլն, բայց հիմա դա բնականաբար արդեն էլ չի աշխատի, որտեվ հիմա անցել է շատ տարիներ եւ իշխանությունը պետք է արդեն ցույց տա իր արած աշխատանքը, բայց քանի որ չկա աշխատանք, դրա համար ավելի հեշտ է մեղադրել նախկիններին, քան ցույց տալ կամ քան ընդունել, այսպես ասած, ձախողումները, ոչ ճիշտ վարված քաղաքականությունները։ Սա նաև հոգեբանական կարելի ասել մեխանիզմ է նախկիններին մեղադրելը, որպեսզի հասարակության աչքերին թոս փչվի, այսպես ասած, որ նախկիններն են մեղավոր, մենք սուրբ ենք, ոչինչ չենք արել եւ այլն։ Բայց իրականում սա էլ չի աշխատում, միևնույն է հասարակությունը արդեն կորցրել է իր վստահությունը իշխանության նկատմամբ եւ տեսնում է, որ իշխանությունը ոչինչ չի անում ու անգործությամբ է զբաղված, այսինքն հարգելի իշխանություն, սա էլ չի աշխատում, մեղադրել նախկիններին, դուք էլի կարող եք, բայց հասարակության համար սա արդեն ծիծաղելի է։